Սիրելի քույրեր եղբայրներ, Տերը օրհնի ձեզ, ձեր տունը, ձեր ընտանիքը, Տիրոջ առատ օրհնությունը թող լինի ամեն մեկիդ վրա, որպեսզի այս ժամանակներում ամեն մեկդ կարողանաք Տիրոջ հետ շատ մտերիմ հարաբերության մեջ անցնեք այս նեղ ճանապարհներով ու այն գործը, այն աշխատանքը, այն փրկությունը, որ Տերը սկսել է ամեն մեկիդ կյանքի մեջ, Տերը միջև վերջ տանի։ Ես ուզում եմ մի փոքր կիսվեմ շատ կարևոր մի թեմայի շուրջը, կարելի է անվանել 10-րդ հանգանակություն, տուրք, տարբեր ձևերով, բայց ավելի շատ ես կուզեմ խոսեմ ոչ թե այդ տարբեր բաների մասին, այլ տվող սրտի մասին։ Տիրոջ խոսքի մեջ գրված է լավ է տալը, քան առնելը։ Ու այն անձնավորությունները, որոնք հասկացել են, ինչն է պատճառը, որ Աստծուն ավելի շատ դուր է գալի տալը, քան ստանալը։ Այդ անձնավորությունները կունենան իրենց կյանքի մեջ եւ նյութականի եւ հոգեվորի մեջ Աստծո առատ օրհնությունները, որովհետեւ Տիրոջ համար ամենակարևորը, որ մեր անձը, մեր բնույթը փոխի, մեր սիրտը փոխի։ Կուզեմ ամենասկզբից մի քիչ կիսվեմ այն մոլորությունների մասին, որ այսօր շատ անգամ լինում են եկեղեցիների մեջ։ Լրիվ հեթանոսական վերաբերմունք հանգանակության, տուրքի կամ 10-րդի մեջ։ Որոշ քրիստոնյաներ մտածում են, որ 10-րդը կամ հանգանակությունը դա նալոգի նման մի բան է։ Դրա համար էլ որոշ քրիստոնյաներ, երբ որ 10-րդը տալիս են եկեղեցի կամ հանգանակություն են գցում, հետո անընդհատ պահանջում են, որպեսզի եկեղեցու ավագ ծառայողները отчет տան, թե ուր են դրանք ծախսել։ Այդ նալոգը տալիս կարող ենք մենք отчет պահանջել, սիրելի քույրեր եղբայրներ։ Երբ որ մարդիկ մասնակցում էին Քրիստոսի ծառայության մեջ իրենց հանգանակությունով, ուզում եմ ելի կրկնեմ, երբ որ մարդիկ Հիսուսի ծառայության մեջ մասնակցում էին իրենց հանգանակությունով, Հիսուսը տեսնում էր եւ նրանց ով շատ էին տալիս, եւ նրանք ովքեր քիչ էին տալի, բայց Հիսուսի ամենամտերիմ աշակերտներից մեկը, առաքյալներից մեկը Հուդան, գրված է, որ գող էր եւ նա գողանում էր։ Ոնց եք մտածում, երբ որ մի մարդ բերեց ու տվեց օրինակի համար, մեր դեզվով եմ ասում, 100 ռուբլի տվեց Հիսուսի ծառայության համար, եւ Հուդան հենց այդ գցած 100 ռուբլին գողացավ, եւ ժամանակը եկավ այդ մարդը թողեց երկիրը ու եկավ Տիրոջ մոտ, ու Տերը գալիս է այն պահը, որ պիտի ասի, որ դու մասնակցել ես իմ տանը ծառայության մեջ, ինձ ես տվել, ինչ որ իմ տանն ես տվել, ինձ ես տվել, ուզում եմ քեզ վարձատրեմ, ոնց է կարծում, միթե Աստված կասի, այն 100 ռուբլին, որ գցեցիր, Հուդան գողացավ, դրա համար դու ոչ մի վարձ չես տանը, որտեղ քու գցածը գողացել է։ Իհարկե դա սխալ մտածելակերպ է։ Ուզում եմ, որ իմանաք, որ Տերը չի նայում ով է գողանում։ Ես հովիվ եմ։ Շատ աշխարհի մեջ եղել են պահեր, որ հովիվները գողացել են հանգանակությունը կամ որևէ ֆինանսների վրա հաշվապահ եկեղեցու գողացել է հանգանակությունը։ Եվ այս աշխարհում շատ է եղել ու տենց հայերն ասած խայտարակ բան է ստացվել ու բռնվել են մարդիկ եւ մեծ հանդիմանությունների առաջացել, եկեղեցիներ աքանդվել եւ այլն։ Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի բան։
հովիվի կամ հաշվապահի կամ մյուսի ձեր գցածի գողանալու հարցը հանձնեք Տիրոջը։ Թող Տերը ինքը որոշի ինչա անում գողի հետ։ Ցավոք սրտի, քանի որ Հուդան չապաշխարեց, 3 տարի նա Հիսուսի հետ քայլում էր, եւ այդքան ժամանակ նա այդպես էլ չապաշխարեց, եկավ մի պահ, որ սատանան մտավ նրա մեջ, որովհետեւ երբ որ մեղքը հղիանում է, ծնում է մահ, եւ սարսափելի է, երբ որ մարդը մնում է մեղքի մեջ։ Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում գողացող հովիվի կամ հաշվապահի ու Տիրոջ տանը չմասնակցող մարդու մեջ, որովհետև ով որ ասում է ես գցում եմ, չեմ տենեմ ուրա գնում իմ գումարները, դրա համար չեմ գցի, այդ անձնավորությունը նշանակում է, որ ինքը Տիրոջ չի տալիս։ Եթե մենք տալիս ենք Տիրոջը, եթե մենք նրա տան համար ենք տալիս, մենք ասում ենք Տեր, ես քեզ եմ տալիս, մնացածը դու պաշտպանի, դու օրհնի։ Եվ մի գրամ անգամ մեկ կասկածի ոչ հովիվի վրա, ոչ ինչ որ հաշվապահի վրա, որովհետև Տերը ինքը գիտի ոնց կվերաբերվի գողացողի հետ։ Ցավոք սրտի անհամեմատ ավելի շատ են այն քրիստոնյաները, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ուզում մասնակցեն եկեղեցու ծառայության մեջ, եկեղեցու նյութականի մեջ, տարբեր պատճառաբանություններ բռնելով, որ փողերը տանում են, մեքենաներ են առնում, էս են առնում, են առնում, գիտեք ինչ, երբ որ մեկը չի հավատում իր հովիվին, ես միշտ զարմացել եմ մարդը ինչի է գնում մի եկեղեցի, որտեղ որ ինքը չի հարգում եւ չի հավատում եւ չի սիրում հովիվին։ Ես չէի գնա տենց եկեղեցի։ Եվ ես գտնում եմ, որ նման մարդը պետք է այդ եկեղեցուց դուրս գա եւ գնա, եթե իր սիրտը մաքուր է, պարզապես ինքը չի կարողանում հասկանալ հովիվին, ավելի լավ է չդատի, ավելի լավ է չդատապարտի, ավելի լավ է ինքը թողնի այդ եկեղեցին, գնա այն եկեղեցին, որտեղ որ ինքը հավատում է հովիվին, հարգում է հովիվին, սիրում է հովիվին։ Որովհետև Պողոս Արաքյանն ասում է ինձանից լսած խոսքը դուք ընդունեցիք ոչ թե որպես մարդու խոսք, այլ որպես Աստծո խոսք, որը եւ ձեր մեջ գործում է։ Այն քրիստոնյաները, որոնք որ տարբեր պատճառաբանություններով չեն ուզում մասնակցեն եկեղեցու նյութական կյանքի մեջ, այդ քրիստոնյաները ասում են, որ հովիվը գողանում է, հաշվապահը գողանում է, կամ էլ չի գողանում, բայց սխալ են ծախսում, ինչներին ես պետք գորես բանը, եկեղեցու գումարները սեն ծախսեցին, դա ցույց է տալիս, որ իրանք չեն վստահում հովիվին ու հաշվապահին, եւ ես չեմ հասկանում ինչի է նման մարդը գնում այդ եկեղեցին։ Դա նշանակում է, որ այդ նման մարդը իր տրամադրությունով ու իր սրտով ավելի շատ պղտորում է այդ եկեղեցու կյանքը եւ քանդում է այդ եկեղեցու միաբանությունը, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ այդ պատճառով մարդը պետքա կողմնորոշվի։ Եթե հովիվի խոսքերի մեջ, քարոզի մեջ, հովիվի ծառայության մեջ մարդը տեսնում է, որ հովիվը անկեղծ է ու Տիրոջ ծառայությունն ազգում իր կյանքի մեջ, հովիվը պարտավոր չի Քրիստոսի մակարդակին դինի։ Հովիվը ինքը կարիք ունի, որ իր համար աղոթեն, իր կյանքի համար մասնակցեն եւ այլը, բայց նա պարտավոր չի։ Նա պարտավոր է ձգտի, բայց պարտավոր չի լինի Պողոս Արաքյալի նման, Պետրոս Արաքյալի նման, կզարնեմ հովիվին գրված է, կխփեմ հովիվին, կզարնեմ հովիվին եւ կցերվի հոտը։ Ամբողջ ցավալին նա է, որ նույնիսկ եթե հովիվը այդքան զորավոր չի, այդքան շնորհած չի, բայց անկեղծ Տիրոջը երեսը փնտրող հովիվը, այդ հովիվը ավելի շատ պատճառ կդառնա Աստծո հոտի միաբանությանը, քան քանդվելու։ Բայց եթե տկար, բայց անկեղծ հովիվը խփվի ունկնի, նույնիսկ այդ հոտը կցրվի եւ գայլերի երախի մեջ կմտնեն։ Ինչի համար եմ ես սա ասում։ Ցավոք սրտի այսօր շատ անգամ եկեղեցիների մեջ այս ֆինանսական հարցը շատ լուրջ է, մարդիկ չեն ուզում մասնակցեն եկեղեցու կյանքի մեջ իրենց Տիրոջ օրհնությունով, որ Տերը իրենց օրհնել է,
պատճառաբանություններ փնտրելով, եւ պատճառներից մեկը սա է, որ իմ ֆինանսներս ճիշտ տեղ չի գնում, ես չեմ տենում, որ ճիշտ են ծախսեմ, ես ուրիշ ձևի կծախսեի եւ այլն, խնդրում եմ քեզ, եթե ես քո սրտի մասին եմ ասում, կամ ապաշխարի, կամ էլ թող այդ եկեղեցին եւ գնա, որովհետեւ սա իսկապես Տիրոջ եկեղեցին է եւ Տերը ուզում է, որպեսզի մեր սրտերը մաքուր լինի։ Մեր կյանքի մեջ դրված տեսուչ հոգեբարձու ծառայողների նկատմամբ։ Եվս մեկ մոլորություն, որ կա ֆինանսների հետ կապված սիրելի եղբայրներ։ Ցավոք սրտի, երբ որ մարդը ագահ սրտով գալիս է եւ լսում է, որ եթե դու 10-րդը տաս, եթե դու հանգանակություն անես, Տերը առատությամբ պիտի օրհնի քեզ, մարդը ագահությամբ սկսում է 10-րդը տալը եւ հանգանակություն անելը ոչ թե որպես Տիրոջը ծառայություն, ոչ թե դա իր համար սրբություն է, որովհետեւ 10-րդը սրբություն է, առանձնացված է Տիրոջ համար, այլ որովհետեւ ինքը բանկը ոնց են տանում դնում, որ տոկոս հավաքեն, կամ ինչ-որ մի գործի մեջ դնում են, որ շատ հավաքեն, եթե քրիստոնյան հանգանակություն 10-րդ կամ տուրք տալիս է եկեղեցին եւ մտածում է, որ այս մենակ այս մի տալով ինքը շատ պիտի հարստանա, երկինքի դռները պիտի բացվեն ու իր վրա լիքը հարստություն պիտի թափի, ուզում եմ ասեմ, շարժառիթը շատ սխալ է, շուտով այդ ձևի քրիստոնյան կհուսահատվի, կամ էլ իր գործերը կսկսեն շատ լավանալ եւ կտեսնեք, թե այդ քրիստոնյան ինչպես թողեց եկեղեցին եւ այլևս եկեղեցի չի գալի, որովհետեւ գործերը, այսպես ասած, դեպի լավն են գնում, եւ այդ քրիստոնյան ընկնում է մի ծուղակի մեջ, որ հարստությունը դառնում է նրա համար պարզապես անկման պատճառ, որովհետեւ սիրելի քույր եղբայրներ, երբ որ մենք տալիս ենք մեր 10-րդը, մեր հանգանակությունը, մենք դրանով Տիրոջը ծառայում ենք։ Իհարկե մենք խոսմունք ունենք, որ Տերը խոստացել է, ով որ առատությամբ ցանի, առատությամբ պիտի հնձի։ Բայց ուզում եմ մի հարց տամ։ Եվ երևի որոշներին տխրեցնեմ։ Ով է մեզ ասել, որ այդ հնձելը վերաբերվում է միայն երկրի վրա։ Չէ՞ որ Հիսուսը ասել է, որ ով որ բարի գործեր անում իր մարմնի մեջ գտնվելով, մարմնի կյանքում ապրած կյանքի համար նա պիտի մեծ վարձատրություն ստանա։ Միթե Հիսուսը հարստություն եղավ։ Միթե Հիսուսին եկան բռնեցին իր թագավորական պալատներից։ Միթե առաքյալները հարստացան եւ թագավորներ դառան։ Ես հավատում եմ, որ Աստված կարող է հարուստներ բարձրացնել իր եկեղեցու մեջ, որոնց միջոցով պիտի օրհնի, բայց ես չեմ հավատում, որ Աստված կանչել է, որ ամեն քրիստոնյա լինի շատ հարուստ։ Բայց Տերը մեզ խոստացել է, որ մեր կարիքները հոգա, ու Տերը մեզ խոստացել է, որ եթե մենք հավատարիմ լինենք, հավատքով համարձակությամբ կարող ենք գանք ու մեր գործերի համար աղոթենք, որ Տերը մեզ օրհնի մեր բիզնեսի, մեր գործերի մեջ, որով մենք պիտի հետո իրան ծառայենք։ Ուզում եմ մեզ նուրբ տարբերությունը տեսնել քույրեր եղբայրներ, որ եթե մեր կյանքի մեջ մենք հավատարմություն ենք ցուցաբերում 10-րդի հանգանակության մեջ, մեր ուժի չափով, հավատքով, առատաձեռն ենք լինում, Տերը խոստացել է, որ մեզ վարձատրելու է առատաձեռ եւ մեր վարձքը մենք չենք կորցնի։ Եվ երկնքում մենք մեծ վարձատրություն պիտի ստանանք։ Ոմանք կասեն, Վարդան եղբայր, բայց մենք միշտ լսել ենք, որ եթե մենք 10-րդի ու հանգանակության մեջ հավատարիմ ենք, Տերը առատապես տալիս է մեր ցանածը, ինչ ցանում ենք, հնձում ենք 30, 60 եւ 100 անգամ ավել։ Այո, այդպես է։ Ես ուզում եմ նորից մեզ վերադարձնեմ դեպի ճիշտ սիրտը, ճիշտ շարժառիթը։ Իսկ ով մեզ կխանգարի,
եթե մենք հավատարիմ լինենք ոչ միայն 10-րդի հանգանակության մեջ, այլ մեր ծառայության մեջ, մեր կանչվածության մեջ, ես մի գումարի մասին չեմ ասում։ Ով կխանգարի մեզ մեր կարիքների ժամանակ գանք հավատքով խնդրենք Տիրոջը, Տեր, ես ուզում եմ այսինչ գործը սկսեմ։ Ինձ իմաստություն տուր։ Ինձ օգնիր ճիշտ կողմնորոշվեմ։ Օրհնի ինձ, ոնց որ Հակոբը 20 տարի աշխատեց շատ դժվար օրերով։ Հակոբի ոչխարները գողանում էին։ Հակոբի ոչխարները վիժված էին ծնվում։ Հակոբի ոչխարները կորչում էին, գրված այդ մասին, կարդացեք։ Հակոբի ոչխարները գազաններն էին տանում։ Բայց նա չէր ասում, որ ուր ես Տեր, այսքան ես աշխատում եմ, քիչ ես ինձ օգնում։ Նա չնայելով կորուստներին մնում էր հավատքի մեջ ու հավատարիմ էր Տիրոջը։ Եվ ասում է իմ հորս Աբրահամի եւ Իսահակի Աստվածը տեսավ իմ դժվարությունը եւ ձեռ մեկնեց ինձ։ Ուզում եմ ասեմ սիրելի քույր երեխաներ, միշտ չի որ ֆինանսական դժվարությունները, գործի դժվարությունները ցույց են տալիս, որ մարդը մեղավոր է։ Ավելի շատ ցույց են տալիս, որ մարդը կարող է շտապել այդ գործը, որ մարդը առանց խորհուրդ արել, որ մարդը իմաստություն չի խնդրել, բայց միշտ չի որ ֆինանսական մի քիչ տկարությունը ցույց է տալի, որ մարդը մեղքի մեջ է, դրա համար այսօրին է։ Մենք շատ նեղություններով ենք անցնում եւ Պողոս Արաքյանն ասում է ես սովորել եմ եւ լայնության մեջ, առատության մեջ եւ պակասության մեջ ապրելը։ Շատ կփափագեի սիրելի քույր երեխաներ, ես գիտեմ, որ դուք շատ քարոզներ եք լսել 10-րդի Տուրքի հանգանակության մասին, բայց ես ավելի շատ որոշեցի մի քիչ կիսվեմ այն նուրբ մոլորությունների մասին, որ կան այս աշխարհի մեջ։ Համոզված եմ, որ բոլոր խոսքերը դուք Աստվածաշնչից արդեն գիտեք, ես ժամանակի քիչության պատճառով քիչ եմ ուզում խոսեմ ու ավելի շատ ուզեցի խոսեմ մի ուղղությամբ, որպեսզի մեր հավատքը առողջանա, որպեսզի մեր հավատքը հավասարակշռված լինի, որպեսզի մենք հավատանք, որ եթե մենք հավատարիմ ենք Տուրքի հանգանակության 10-րդի մեջ եւ մենք կարիք ունենք, որ Տերը մեր գործը օրհնի, դրա համար անպայման չի մենք գանք ու հիշեցնենք Տիրոջը մատ թափտալով, ես տվել եմ քեզ, բաուրա ես քիչ ես օրհնել, այլ պարզապես գանք խոնարհությամբ ու ասենք Տեր, քո խոսքդ ասում է, որ եթե ես հավատարիմ լինեմ քո խոսքիդ մեջ, ինչ որ քո որդու անունով խնդրեմ, պիտի ստանամ։ Խնդրում եմ քեզ, օգնի, որպեսզի ես կարողանամ այս իմ գործի մեջ օրհնություն ունենամ։ Տուր ինձ իմաստություն այս իրավիճակների մեջ ինչպես վարվեմ։ Տերը ասում է, երկինքը իմ գահն է, երկիրը իմ ոտքերի պատվանդանն է, բայց ես բնակվում եմ նրա հետ, ում սիրտը կոտրված ու խոնարհված է։ Տերը խոնարհներին է շնորհ տալիս, սիրելի քույր երեխաներ։ Շատ կփափագեմ, որպեսզի Տերը օրհնի, որ հասկանանք։ Տերը կարա մեզ մեծ հարստություններ տա, բայց եթե մենք ձգտում ենք հավատարմության, Սողոմոնը չխնդրեց հարստություն, Տերը ասավ, ինչ ես խնդրել, էդ էլ տալիս եմ։ Մենք պետք է խնդրենք մի բան։ Նեղ ու սերտ հարաբերության, մտերմության Տիրոջ հետ, հավատարմության Տիրոջ համար, սրբության ու ծառայության Տիրոջ համար։ Ինչ էլ որ մենք անենք հավատքով, մենք անենք Տիրոջը ծառայելու համար, Տիրոջը հաճեսնելու, ուրախանալու համար, որպեսզի Տերը նայի ու ասի, որ այս է ամենից ավել տվեց, որտեղ ինչ չունեցած տեղից մասնակցեց։ Հիսուսը ամեն մեկի տվածը, ամեն մեկի մասնակցածը գիտի եւ կա գործերի գիրք եւ ամեն մարդու գործերը կատարած գրվում է այդ գրքի մեջ։ Եվ ամեն մեկս մեր կատարած գործերի համար պիտի վարձատրվենք։ Մենք տեսնում ենք ավետանում Հիսուսը ոչ միայն ասում է ինչ է պետք անել, այլ Հիսուսը ասում է ինչ սրտով է պետք անել։ Փարիսեցիների թաթխմորը կեղծավորությունն էր։ Նրանք շատ լավ բաներ էին անում, եւ 10-րդ էին տալի, եւ երկար աղոթում էին, ծոմ էին պահում։ Ոչ մեկս այդքան չենք ծոմ պահում, նրանց ռեգուլյար շաբաթ 2 օր ծոմ էին պահում։ Գիտեք, բայց Հիսուս ասում է առանց արդարանալու իջավ իր աղոթքից, որովհետև Տերը ուզում է, որ մեր սիրտը
մասնակցի։ Բոլորս էլ սիրում ենք անկեղծ վերաբերմունք, Տերն ուզում է, որ մենք անկեղծությամբ լինենք։ Ու համարձակ լինենք մեր կարիքների մեջ, Տիրոջը խնդրենք, որ Տերը մեր կարիքների մեջ օգնի մեզ։ Տերը թող առատապես օրհնի ձեզ սիրելի քույր երեխաներ։ Ժամանակի պատճառով ես միայն այսքան մասը կուզեի կիսվեմ։ Տիրոջ առատ օրհնությունը թող լինի ձեր կյանքի մեջ։ Ուզում եմ հիշեցնեմ, ձեր ամեն մասնակցությունը Տիրոջը տան մեջ, թե նյութական, թե ժամանակի, թե ձեր ընդունակություններով, Տերը երբեք չի մոռանում եւ ամեն ինչ գրվում է, ու այդ ամեն ինչի համար Տերը առատությամբ պիտի ձեզ վարձատրի, իմ քույր եղբայրներ։ Տիրոջ օրհնությունը թող լինի ամեն մեկիդ հետ։